Բարոյձեզ այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ քաղաքագետ Շուշան Զաքարյանին։ Այսօր Շուշանի հետ կխոսենք ԵՄ-ից, ՀԱՊԿ-ից եւ Հայաստանի անդամակցությունից այս կառույցներին։ Բարև ձեզ, ինչպես արդեն նշվեց, այսօր կխոսենք ԵՄ-ից, ՀԱՊԿ-ից եւ Հայաստանի անդամակցությունից վերոնշյալ կառույցներին։ Վերջին շրջանում շատ ակտիվ քննարկվում է ամենատարբեր շրջանակներում Հայաստանի ԵՄ-ին հնարավոր անդամակցության եւ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին։ Այսօր խոսենք վերոնշյալ կառույցների մասին, կփորձենք հասկանալ, որը կառույցին անդամակցել է ավելի արդյունավետ կլինի Հայաստանի համար եւ առհասարակ ինչ այսպես ասած շահ կարող է ունենալ Հայաստանը այս կառույցին անդամակցելով կամ մյուսից դուրս գալով։ Նախ սկսենք նրանից, որ հասարակությունը ինչպես շատ հարցերի շուրջ այս դեպքում եւս բաժանված է երկու բևեռների։ Հասարակության մի մասը կարծում է, որ ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար լավագույն տարբերակն է, իսկ մյուս մասը կարծում է, որ դա այդքան էլ այդպես չէ։ Մի մասի կարծիքով ՀԱՊԿ-ը որպես կառույց վաղուց դադարել է գոյություն ունենալ, դե յուրե գոյություն ունի, սակայն դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ, իսկ մյուս մասն էլ կարծում է, որ չնայած որոշ թերություններին ՀԱՊԿ-ը լավագույնս կատարում է իր առաքելությունը։ Նախ սկսենք ԵՄ-ից։ Շատերը կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելը պարզապես պայմանագիր ստորագրել է եւ վերջ, դու դառնում ես այլևս ԵՄ անդամ։ Սակայն ԵՄ անդամակցությունը բավականին բարդ եւ բազմաշերտ գործընթաց է։ Սկսենք նրանից, որ ԵՄ-ին անդամակցելու համար կարող են պահանջվել ոչ թե մի քանի ամիս, մի քանի տարի, այլ մի քանի տասնամյակներ։ Այստեղ կարող ենք օրինակը դիտարկել Սերբիայի եւ Թուրքիայի օրինակով։ Օրինակ, Սերբիան թեկնածու երկիր դարձել է 2012 թվականին, բանակցությունները սկսվել են 2014 թվականին, սակայն մինչև օրս անդամ չի դարձել։ Թուրքիայի դեպքում ժամկետները բավականին այլ են։ Թուրքիան դեռևս անդամակցության դիմում հայտ այսպես ասած ներկայացրել է 1987 թվականին, թեկնածու երկրի կարգավիճակ ստացել է 1999-ին, բանակցությունները սկսել են 2005 թվականին, սակայն այսօր գործընթացը գրեթե սառեցված է։ Այստեղ կարող է հարց առաջանալ ինչ է նշանակում թեկնածու երկիր դառնալ, բանակցություններ վարել, ինչպես արդեն նշեցի, ԵՄ անդամ դառնալը պարզապես փաստաթուղթ ստորագրել չէ, այն երկրի այսպես ասած տոտալ վերափոխում է, ինչպես տնտեսական, օրենսդրական եւ քաղաքագիտական ներողություն եմ խնդրում, եւ քաղաքական տեսանկյունից, այլ նաեւ արժեհամակարգային մակարդակում պետք է իրականացվեն փոփոխություններ։ Հայաստանի պարագայում դեռևս չկա հստակ որոշում ԵՄ-ին անդամակցելու, մենք պարզապես ականատես ենք լինում խոսույթի, որ ԵՄ անդամակցությունը կարող է մեզ տալ այս, ԵՄ անդամակցությունը մեզ կարող է տալ այն, այսինքն այն դեռևս հանդիսանում է այսպես ասած բանակցային փուլում, այլ ոչ թե հստակ Հայաստանը դիմում է ներկայացրել։ Եթե Հայաստանը որոշի գնալ ԵՄ ճանապարհով, պետք է իրականացնի մի շարք գործընթացներ, քանի որ այդպես է պահանջում, այսպես ասած, օրենքը։ Ինչ է իրենից ներկայացնում ողջ գործընթացը։ Առաջին հերթին պետք է ներկայացվի անդամակցության դիմում, որից հետո պետք է երկիրը ստանա թեկնածու երկրի կարգավիճակ։ Այնուհետև սկսվում է սկրինինգը, այսինքն Հայաստանի օրենսդրությունը, ինչպես մնացած բոլոր երկրների դեպքում, համեմատվում է ԵՄ-ի իրավունքների հետ, որից հետո արդեն սկսվում են բանակցությունները։ Բանակցությունները շատ ավելի երկարատև գործընթաց են, քանի որ բաղկացած է 35 գլուխներից, այսինքն էներգետիկ ոլորտն է ներառում, արդարադատության ոլորտը եւ մի շարք այլ ոլորտներ։ Պետք է հերթով 35 գլուխները, այսպես ասած, բացվեն, այնուհետև փակվեն, որից հետո արդեն ԵՄ անդամ 27 երկրներ է, քանի որ մենք գիտենք, որ ԵՄ-ն ունի 27 անդամ պետություն, Բրիտանիայի դուրս գալուց հետո անդամ պետությունների քանակը 27-ն է։ Պետք է միաձայն տան համաձայնություն։ Եթե նույնիսկ մեկ երկիր կիրառեց վետո անդամակցող երկրի վրա, ով ցանկանում է անդամակցել, գործընթացը սառեցվում է։
Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ սա կարող է տևել տասնամյակներ, հատկապես Հայաստանի դեպքում, քանի որ առկա են մի շարք խնդիրներ ամենատարբեր ոլորտներում։ Ինչ կտա մեզ ԵՄ անդամակցությունը։ Այն ինչպես շատ հարցեր ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Դրական կողմերից կարող եմ նշել, որ ԵՄ շուկա մուտքը կլինի դրական կողմ, կլինի դրական կողմ ֆինանսական մի շարք աջակցությունները, ներդրումների հնարավոր աճը, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ կայունությունը։ Սակայն բացի դրական կողմերից կարող են լինել նաև ոչ թե կարող են լինել, այլ հավանաբար կլինեն բացասական կողմեր եւ ռիսկեր, օրինակ տնտեսական ցնցումներ։ Ինչ է սա իրենից նշանակում։ ԵՄ շուկա մուտքը կարող է հանգեցնել նրան, որ տեղի խաղացողները, այսպես ասած, դուրս մղվեն մրցակցությունից, գյուղատնտեսությունը բախվի մի շարք խնդիրների եւ բացի այդ, այստեղ պետք է հաշվի առնել մի շատ կարեւոր փաստ, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին բացի այն, որ գործընթացի առումով, տևողության առումով հեշտ չի կարող տրվել, այլ նաև այստեղ կա, այսպես ասած, փոքրիկ ճակերտավոր խոչընդոտ, Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին եւ այս պարագայում դրանք նորից նշեմ, ճակերտավոր իրար խանգարող գործընթացներ են, երկու կառույցներին համատեղ անդամակցել հնարավոր չէ։ Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք եւս։ Հայաստանը կարող է չլինել ԵՄ անդամ պետություն, բայց օգտվել մի շարք համաձայնագրերից, անդամ լինել մի շարք համաձայնագրերի, ինչպես օրինակ ՍԵՊԱ-ի դեպքում, որը չնայած այն բանին, որ ուժի մեջ մտավ 2021 թվականին, սակայն ստորագրվել էր դեռևս 2017 թվականին եւ շատ հաճախ այն անվանում էին կամուրջ դեպի Եվրոպա։ Այս դեպքում պետք չէ անդամակցություն Եվրամիությանը։ Այստեղ շատ կարևոր հարց է առաջանում ՀԱՊԿ-ի դեպքում, հաջորդ կարևոր խնդիրը։ Մենք բավականին երկար ժամանակ է, ինչ ականատես ենք լինում ամենատարբեր խոսույթներում քննարկվող այն հարցերին, թե արդյոք ՀԱՊԿ-ը արդարացնում է իրեն, այսպես ասած, ինչ կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում։ Նախ եւ առաջ պետք է նշել, որ Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին որպես անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ։ Սակայն վերջին շրջանում նման խոսակցությունների առիթ դարձել է ՀԱՊԿ-ի եւ Հայաստանի միջև հարաբերությունների սրումը, դա կապված է ինչպես տարածաշրջանային հակամարտությունների ընթացքում կազմակերպության արձագանքի արդյունավետության, այնպես էլ փոխադարձ պարտավորությունների իրականացման գնահատման հետ։ Ինչ է սա նշանակում։ Մենք բազմիցս լսում ենք, որ ՀԱՊԿ-ը չարդարացրեց իրեն այս տարածաշրջանային կոնֆլիկտի ժամանակ, երբ որ Հայաստանը ներգրաված էր ռազմական գործողությունների մեջ, դադարել է գոյություն ունենալ եւ այլն, բայց այստեղ կարևոր հարց է առաջանում. ինչ կտա մեզ ՀԱՊԿ-ից դուրս գալը, դրա հնարավոր դրական հետևանքները եւ ռիսկերը։ Այստեղ թերևս ավելի ճիշտ կլինի խոսել բացառապես ռիսկերի մասին, որովհետև տվյալ իրավիճակում մենք կունենանք նոր դաշնակից փնտրելու կամ անվտանգային նոր ձևաչափ գտնելու խնդիրը, ինչը բավականին երկարատև գործընթաց կարող է հանդիսանալ եւ որի արդյունքում մենք մինչեւ այդ փուլը ավարտվի, այսպես ասած, մինչեւ մենք գտնենք հնարավոր նոր դաշնակիցը կամ անվտանգային նոր ձևաչափ, մենք կարող ենք բախվել անվտանգային բլոկադայի, այսպես ասած։ Եվ բացի այդ նաև այստեղ կարևոր հանգամանք է հանդիսանում քաղաքական հետևանքները, քանի որ դուրս գալով ՀԱՊԿ-ից մենք կարող ենք այսպես ասած խնդիրներ ունենալ ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ նաև կարող ենք հարաբերությունների վատ թարացում ունենալ ՀԱՊԿ անդամ մի շարք այլ պետությունների հետ, որոնք իրենց ուրույն ազդեցությունը կունենան ոչ միայն անվտանգային, այլ նաև ամենատարբեր ոլորտների, օրինակ առևտրային, տնտեսական մի շարք այլ ոլորտների վրա։ Խոսելով ընդհանուր եւ ՀԱՊԿ-ից եւ ԵՄ-ից եւ Հայաստանի անդամակցության կամ դուրս բերման այս կառույցներից կարող եմ որպես ամփոփում ասել հետեւյալը. Ինչ քաղաքականություն էր, որ որդեգրի Հայաստանը, ինչ ուղով էլ որ գնա Հայաստանը, ամենակարևորն այն է, որ ոչ թե Հայաստանի վարած քաղաքականությունը լինի պրո-արևմտյան, պրո-ռուսական, պրո-ամերիկյան, այլ լինի բացառապես պրո-հայկական։ Այսքանը թերևս, շնորհակալ եմ։